Մարտին, Հրաչ, ինչ կա, ինչ նորություն ունես։ ունեմ նորություն, շատերս հիշում ենք Դամիեն Շազելին, դժվար է նրան մոռանալը, նրա հաջորդ ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում են Կիլիան Մերֆին և Դենիել Կրեյգը, սկսել է նկարահանումները Հունաստանում, ինքը ասում են, որ բանտային դրամա է, ու երաժշտության հեղինակը ֆիլմի Ջասթին Հուրվիցը, ով Դամիեն Շազելի համարյա բոլոր ֆիլմերի երաժշտության հեղինակն է, ասել է, որ իր կարծիքով սա լավագույն սցենարներից մեկն է, որ ինքը երբևէ կարդացել է։ Ամեն նոր ֆիլմ դուրս գալուց ինչ-որ մեկով սցենարա կարդում ու կինոյի հետ կապ ունենում, ասում է սա լավագույնն է, ինչ ես երբևիցե կարդացել եմ։ Բայց թվում է թե օսկարային ֆիլմ է, ամեն դեպքում ինչ եղավ այնտեղ First Man-ը չգնաց օսկար ու Բաբելոնը չգնաց։ Նու այս մեկը մի քիչ Կիլիան Մերֆի եւ այլն միգուցե եւ այո հետողությամբ կտանում դեպի, չգիտեմ, ինձ թվում է սպասենք, տեսնենք։ Հա, այս տարի է դուրս գալու թե դժվար։ Չէ, նոր սկսել են նկարահանել, չեմ հավատում, որ այս տարի դուրս գա։ Հետաքրքիր է, սպասենք, տեսնենք։ Այո, այո։ Ես էլ նորություն ունեմ, հերթական Marvel-յան նորություն է։ Բոլորի կողմից շատ սիրված Սեդի Սինկը, ով խաղացել է Մաքսին Stranger Things-ում, ստորագրել է 4-ից 5 պրոյեկտի կոնտրակտ Marvel-ի հետ ու արդեն հաստատված է, որ ինքը խաղալու է Brand New Day-ում, ըստ ռումորների ինքը Jean Grey-ի պերսոնաժին է խաղալու այստեղ, որտեղ նաև ասում են, որ Zlodey-ը ինչ-որ միտք կառավարելու ունակություն է ունենալու ու թվում է թե հա Jean Grey-ի գլխավոր ունակություններից, սպասոբնիստներից մեկն է, տեսնենք, շատ ուրախ եմ Սեդի Սինկի համար, եթե Marvel-ի հետ կոնտրակտ է ստորագրել, նորմալ գումարներ կվաստակի այս ընթացքում։ Էդ է, ես հենց ամբողջ ընթացքում էդ էր ուղեղում սփռում, որ այսպես դու ասացիր, հա, էս այն, էդ էի մտածում, որ բավականին հարստանալու է Սեդի Սինկը, Marvel-ում 4-5 պրոյեկտ է։ Դե իրան շատ սիրեցին, ինքը հիմա նաև խաղում է Ռոմեո Ջուլիետայի ներկայացում, Ռոմեոն է ինքը, Ջուլիետային է խաղում, իսկ Ռոմեոին խաղում է Համլետի միջի մեծ դերասանը, ու մենք շատ լավ հիշում ենք Quiet Place ֆիլմից։ Այո։ Ասեմ մեկ այլ հետաքրքիր նորություն, չգիտեմ ինչքանով է ինքը հետաքրքիր, ինչքանով է ինքը իրական։ Ասում են, որ Կվենտին Տարանտինոն գրելու եւ նկարահանելու է 30-ականների գանգստեր ֆիլմ, չէ, limited serial, գանգստերական limited serial, Սև ու Սպիտակ, ու ֆիլմը նրա հետ co-direct անելու, մեջը նկարահանվելու է Սիլվեստր Ստալոնեն։ Սենց մի տեսակ խնդալու նորություն ա տվում, ինչքանով հիշում եմ ինքը ինչ-որ գիրք էր գրում, հետո ինչ-որ ներկայացում էր անում, հիմա էլ որոշելա տիպը գանգստերական սագա նկարի կարճ սերիալ։ Դա ուր է իր վերջին 10-րդ ֆիլմը, խոսքա դա։ Չէ, չեմ հավատում։ Խոսքա դա որ ինքը գրում է իր վերջին ֆիլմը, արդեն քանի տարի է։ Երևի սենց է անելու, ինչ-որ մի հատ գիրք ա գրելու, մի հատ սերիալ ա նկարելու, մինչև գնա, ասա, հիմա էլ վերջին ֆիլմը նկարում։ Պենց, չգիտեմ, դու օրինակ excited ես այս սերիալի շուրջ։ Կարամ ասեմ, չէ։ Ես էլ չեմ դրա համար։ Բայց մարդս կարող է ինչ-որ թույն բան ստացվի, դե գիտենք, ինքը սցենարների все-таки Տարանտինոյի ու սցենարը էդի լավ հոմանիշ բառեր են իմ կարծիքով։ Համել ինքնաբանանելու։ Մի շատ կուճուրիկ բան էլ ասեմ, այս դրա մասին խոսացել ենք ժամանակին, հայտնվել է Մարտին Սկորսեզեի «Ինչ է լինում գիշերը» ֆիլմի ինչ է պատահում գիշերը, գիշերվա ընթացքում ֆիլմի առաջին կադրը, որտեղ երևում են Ջենիֆեր Լոուրենս եւ Լեոնարդո Դիկապրիոն, իդեպ նրա այդ բեղերը հենց այս ֆիլմից էին, որ ինքը Օսկարում տենց էր գնացել, առաջին կադրն է երևում, ասում են Netflix-ի ամենավախենալու ֆիլմերից մեկն է լինելու, սամր կեցուցիչ ֆիլմ է լինելու, ուղղակի մի քիչ չեմ պատկերացնում Սկորսեզեին, նու Shutter Island-ի vibe-ա ինչ-որ լինելու, գուցե եւ, բայց ինձ այդ ամեն ինչ այնքան չի հետաքրքրել, ինչքան այդ կադրում, որ նրանց ետին պլանում Վիլիս է, Ուազիկա շատ հետաքրքիր է, իրանք սենց լարված, ինչ-որ սենց Լոուրենս վախեցած դիմացն է նայում, Դիկապրիոն գրկել է իրան ու իրանց հետևը ինչ-որ բեղերով էլ, բեղերով հետևը Ուազիկ։ Ուազիկ։
Սպասենք 27 թվին է ֆիլմը դուրս գալու, այս տարի դեռ կարող ենք չսպասել։ Հա, ոնց որ 27 թվին լիքը նայելու բան ենք ունենալու։ Այս տարի Դե այս տարի իմ սիրելի բլոկբասթերների տարի եմ, հայտարարում։ ու այդ բլոկբասթերներից մեկը Այո։ Դե ինչ, ասում ուշադիր հանդիսատեսը երևի մտածում եմ մենք մեր մնացած կամերաները կորցրել ենք, դրա համար ենք իրար կողք նստել։ Այո։ Բայց իրականում մենք մեր կամերաները չենք կորցրել, այլ այսօր ունենալու ենք թարմ համեմատաբար ֆիլմի քննարկում եւ այդ կապակցությամբ մենք հրավիրել ենք մեր լավ ընկեր, ու մենք բազում անգամ բարևել ենք։ Այո։ Վահե Մելիքսեթյանին։ Ուրախ եմ այստեղ լինելու համար, ողջունում ենք հանդիսատեսին երևի։ Մենք ենք ուրախ, որ եկել ես էլ մի լավ։ Ի վերջո Դուք էլ եք ուրախ, հասցրինք այստեղ։ Համոզեցինք, որ գիտեք ինչքան ենք համոզել։ Այո։ Փող չի ուզե, չէ։ Ուզել է։ Քեզնից չուզել, իզնից ուզել է։ Իրանից հետո Դա եթե վերջում դուրս գա այդ ժամանակ իրանից էլ կուզեմ։ Ահա։ Դե իսկ մենք այսօր քննարկելու ենք ընկեք ոնց անունը դնեմ։ Լավ, սա հնարավոր տարբերակներով կասեմ։ Այո։ Project Hail Mary, Ահա։ Project Ave Maria, Project Конец света կամ Project Աշխարհի վերջ, թե ոնց էր։ Մեր մոտ պրակատում ֆիլմը, որը մենք Վահեի հետ միասին ենք նայել կինոթատրոնում, ճիշտ է մի երկունս տարան էս կողմ են կողմ։ Ես չէ։ Հենց որ ստացվեց, Մարտինը մեր հետ չէր, բայց որ իրար հետ նայած լինենք, սա հոգի տուտելու է ընթացքում, սենց ասեմ։ Դե իրականում ես քեզ հարցեր ունեի ընթացքում, քանի որ հրաչը գիրքը կարդում էր այդ ընթացքում է այդ բանը, բայց չէի կարող այդ հարցերը տայի մեջից զբաղվել։ Ինձ թվում է հիմա այդ հարցերը կտաս, նրանք որոնք տվել ես կինոից հետո էլի դուր, հա, կամ ես կպատմեմ։ Բայց սկսենք երևի հեսա գտնեմ տեգ բանը, ոնց է դա կոչվում։ Սինոպսիսը, հա։ Կամ լավ իմ բառերով պատմեմ, հա։ Գիրք կարդացած տղա է, հա, դրել է ինչա։ Project Hail Mary ֆիլմը պատմում է հերթական աշխարհի վերջի մասին ու դե քանի անգամ աշխարհի վերջի ամեն տարի ինչ որ աշխարհի վերջ է լինում աշխարհի վերջի մասին որտեղ մարդկությունը փորձում է գտնել փրկություն տիեզերքում հասկանալ թե ինչ է կատարվում մասնավորապես չեմ հիշում այդ ֆիլմում կար թե չէ բայց եւի կար արևը սկսում է խամրել խավարել հա ու մարդիկ հետազոտում են հասկանում են թե ինչն է այդ խավարման խամրման պատճառը ու ընթացքում նաև հայտնաբերում են որ մեր գալակտիկայի աստղերից մեկը չի խամրում այսինքն բոլոր շուրջ բոլոր աստղերը խամրում են այդ մի աստղը չի խամրում շատ հանդուգն աստղ ինչ այո շատ հանդուգն աստղ է տաու կիտա չգիտեմ ոնց էր տաու էդի կետի տաուն հա այդ տաու ալֆա բետա էդի սաբար համաստեղությունների մեջ ըստ պայծառության դասավորված բան են մի խոսքով տաու պայծառության կետ համաստեղության տաու պայծառության աստղի մոտ ու որոշում են որ կազմակերպեն անունը չգիտեմ դրանք էքսպեդիցիա դեպի այդ աստղ որպեսզի հայտնաբերեն թե ինչ պատճառով այդ աստղը չի խամրում ու ոնց անեն որ բուժեն այսպես ասած մեր արեգակը ու դրա կապակցությամբ ստեղծվում է հա կառուցվում է տիեզերանավ որի անունը հենց Hail Mary փաստորեն Վերջ ֆիլմը պատմեցի կանգցրվենք դե գնացինք դե երևի մի երկու բառով էլ ասենք ինչա ինձ կոնկրետ քանի որ անունից խոսացիր այդ ուզում եմ ամփոփել Արի դրանից սկսենք հա ինձ շատ է նյարդայնացրել ասենց ասած sense անունի թարգմանությունը հայերեն որ թարգմանել են պրոյեկտ աշխարհի վերջ որովհետև Hail Mary-ն ինքը հենց ամերիկյան ֆուտբոլիստ տերմին է, որը նշանակում է, երբ որ վերջին պահին արդեն հույս չկա, ու sense ուղակի գնդակը ուղարկում են, որ sense կարող է այդ դրանով փրկեն խաղը։ Դա Hail Mary։ Դա կոչվում է Hail Mary, որը Ave Maria տարբերակը մի փոքր հասկանալի է, որ այդ աշխարհի վերջ պրոյեկտ մի փոքր անհասկանալի է։ Ես օրինակ եթե ուզեի թարգմանել հայերեն, հենց կոնկրետ ու պահել, չէ, օրինակ պրոյեկտ վերջին շանս կամ տենց ինչ-որ մի բան կթարգմանել։ Կամ ես օրինակ ես ընթացքում մտածում եմ Աստված առաջ են, չէ, տենց դեպքերում մեր մոտ ասում դա ուղղակի շատ կլիներ, տարօրինակ կհնչեր, բայց հա։ Բայց կարելի է պահել Hail Mary, օրինակ եթե օրինակ Super Bowl լիներ, օրինակ թարգմանելու են Super Bowl-ը ինչ-որ ուրիշ, չէ՞ թարգմանի։ Super սկավառակ թե ոնց է bowl-ը ինչ է ոնց է։ Բայց որոշեցի թարգմանել պրոյեկտ աշխարհի վերջ, չնայած ինձ թվում է հայերը
կոնկրետ ռուսերեն տարբերակից են թարգմանել։ Ընդ որում հենց Ave Marian ինքը ճակերտների մեջ է, այսինքն դա նավի անունն է, իսկ ինչպես գիտենք, ոնց է հայերեն, именно собственный հայերեն ոնց կլինի։ Հատուկ անունները, ինչպես գիտենք, չեն թարգմանվում, իսկ դա հետաբար հատուկ անուն է։ Դե ամեն դեպքում թարգմանել են, ես կշարունակեմ այդ ֆիլմը կոչել Project Hail Mary կամ Project Hail Mary։ Ես մի հատ կարևոր բան մոռացա։ Ինչն է։ Էս հեսա կմքացնենք այստեղ մոխրագույն կդնենք, հեսա կտեսնենք ինչը մոռացա։ Այո։ Այսեն ցույցեք տալու է ոնց է գնում։ Այսի մոխրագույն կդնենք, հա։ Շո, ապա ես հելա, ես ասի ինչ ուզում ես։ Կինոյի մասին։ Էս ամբողջ։ Օ, նայեք ինչա գալի։ Ես էդի մինչև այդ ասում էի թե ուրա։ Ահա, խնդրեմ։ Այդ ոնց դնե ստեղ։ Բա հիմա ոնց ես անելու։ Այո, որ կեսից հայտնվեց։ Ահա, տենց։ Всё, շատ։ Էս սա եթերի մասը։ Հիմա վերադարձանք, Վերադարձանք մոխրագույնը դուրս եկավ։ Մոխրագույնը բրծավ, հա։ Հիմա երևի տրադիցիոն, ասենք, ովքեր են այս ամեն ինչի թիկունքում կանգնած, շատ եմ սիրում այս մասը, որովհետև 5 րոպե անիմաստ խոսում եմ։ Ֆիլմը նկարահանել են Phil Lord-ն ու Զորասիրանի մասխոսում պատգրացան Քրիստոֆեր Միլլերը։ Իրանք տենց շատ եսիմինչ ռեժիսորներ չեն, բայց նկարահանել են 21-22 Jump Street-ները, Lego Movie-ն, տենց, չգիտեմ, էլի այսինքն էս Մաչոյի բատանները, ոչ թե Ջոնի Դեպի։ Չէ, Մաչոյի բատանները, հա։ Ֆիլմը նկարահանված է Andy ոնց եղավ Andy Weir-ի գրքի հիման վրա, որը գրել էր նաև Մարսիանին գիրքը ու նկարահանել էր Ռիդլի Սկոթը, շատերն ասում էին թե ինչ կլիներ, եթե էսել Ռիդլի Սկոթը նկարած լիներ, ինձ թվում է մոտավոր նույն բանն էր լինելու, որովհետև իրականում գուցե Ռիդլի Սկոթը սպոյլերների իմ կարծիքի գուցե Ռիդլի Սկոթը ավելի լավ ադապտացներ։ Այդ տեսանկյունից, այս թվում է ինքը չէր ադապտացնի։ Ինքը չի ադապտացնի։ Մեկը նույն մարդն է ադապտացրել։ Սցենարիստը Դրու Գոդարդ Այնքն է, իրան պետք է։ Ինքը հայտնի ռեժիսոր էլ է իրականում, The Cabin in the Woods, Bedtime at El Royale, այսինքն թրիլերոտ բաների։ Գրել է շատ ֆիլմերի սցենարներ, Cloverfield, Cabin in the Woods էլի, World War Z, շատ հետաքրքիր է։ Այստեղ կարևորը նաև շատ կոմպոզիտորի ֆակտորն է, այստեղ հենց Վահեի գծով է Դենիել Պեմբերտոնը, ով Օսկարի նոմինանտ է նույնիսկ եղել, բայց երգի համար։ The Trial of Chicago 7-ում երգի համար։ Համարյա համոզված եմ, որ չնայած երգի պահով, կներեք, սաունդթրեքի պահով միշտ չես իմանում ինչ կլինի։ Մեկ շատ ուժեղ սաունդթրեքեր են դուրս մնում նոմինացիաներից, բայց շատ քանի որ ֆիլմը շատ է սիրված, ես համարյա համոզված եմ, որ սաունդթրեքը նոմինացիա ունենալու է Օսկարի մյուս տարի։ Հա, դե ինքը 162 պրոյեկտի բանա երաժշտություն ա գրել Steve Jobs, Molly's Game, Spider-Man-ները, Across the Spider-Verse եւ այլն։ 162 պրոյեկտ ոնց հնչում է ոնց որ մեր կլուբային երաժշտական խմբերը։ Այո, մենակ 25 թվականին ինքը գրել է Eddington-ի, Materialist-ի, Bad Guys-ի ու Slow Horses մեր սերիալի երաժշտությունը։ Շատ լավ դեմք է։ Կարող է Mick Jagger-ի երգնել այն։ Կարող է, չգիտեմ։ Այստեղ շատ հետաքրքիր է Վահեի հետ քննարկում էինք նաև director of photography-ի ասպեկտը, սինեմատոգրաֆերի, օպերատորի, այսպես ասած, Craig Fraser-ը, դու հեսա կասես ինչ պատմություն գիտես։ Ես շատ զարմացա որ տեսա որ ինքն է զուտ ասեմ ինքը ով է, Craig Fraser-ը ինքը Dune Part 1, 2-ի օպերատորն է, բայց այս տարի կա Dune Part 3, որտեղ ինքը չի օպերատորը, հիմա թող որտեղ պարզվեց որ Linus Sandgren-ն է օպերատորը լինելով նկարել է La La Land-ը եւ Շազելի մյուս երևի բոլոր ֆիլմերը այս վերջերս, չնայած ուրիշ ֆիլմեր են ինչու չի նկարել։ Ինձ թվում էր այդ պատճառով չի նկարել, որտեվ Dune-ում որոշել է փոխի, արդեն հոգնել է օրինակ Dune-ից ու որոշել է ուրիշ բան փորձի, բայց երբ որ Google-եցի, պարզվեց, որ ժամանակային չի համընկել, որովհետև նկարում է Beatles-ի, Sam Mendes-ի 4 ֆիլմերը։ Պիտի դուրս գա։ Գիտեք ո՞նքն է նույն օրը։ Հեսա տաշճան չեմ խորանում։ Ոնց որ այդ Sam Mendes-ը բոլորին տարել է իր մոտ ու ժամանակային չի համընկել, որ համ Dune-ը նկարի, համ այդ Beatles-ի biopic-ը։ Ու այդ Hail Mary-ն արանքում օգտվել է։ Այն օգտվել է։ Նու, օրինակ Dune-ի պահով ինչ շատ հետաքրքիր կլինի, թե տարբերությունը մենք կզգանք անձեն աշխով, թե ինձ թվում է կլինի ինչ-որ տարբերություն։ Նու ամեն դեպքում պետք է լինի։ Իսկ First Man-ը ով էր բաններ, Sandgren-ներ էլի։ Շազելի։ Ինձ թվում է բոլորը ինքն է եղել, հա։ Ունենա ինչ որ։ Շազելի մոտ ինքն է։ Յունի այդ կոսմոսի բան նկարելու փորձ ամեն դեպքում։ Բայց ամեն դեպքում Greg Fraser-ը երկու Dune-ների համար էլ էլի նոմինանտ էր։
էլի նոմինանտ էր Օսկարի։ Առաջինը հաղթել է նույնիսկ։ Պրոյեկտ Հայլմերի համար էլի ես մեծ համոզվածություն ունեմ, որ այստեղ լինելու է նոմինացիա, մանավանդ այդ ամեն ինչից հետո որ պատմում են, երևի հետո կխոսակ, թե ոնց է նկարել այդ ամեն ինչը։ Դու կասես էդի, որտեղ դե ես այդքան պրոֆեսիոնալ չգիտեմ օրինակ, բայց օրինակ այդ միած սցենա կա, որ կարմիր sense բաներ են հայտնվում, լույսերով բանա, որը CGI չի բարձվում, այդ ամեն ինչը իրան կամերայի այդ լենսը ոնց որ ֆիլտրներով բանով փոխել են ինֆրարեդերով։ Դրա համար էլի տենց սիրուն էր այդ Շատ սիրուն էր։ Օսկար Սովորաբար այդ սցենաների համար միանգամից իրանք տենց բարձրանում են ու մանավանդ որ հայտնի օպերատոր է ինքը։ Դե Կրեյգ Ֆրեյզերը ինքը Dune Part 1-ի համար տարել է Օսկար, նոմինացիա ունեցել Lion-ի համար ու Part 2-ի համար ունի։ BAFTA-ի նոմինանտ է եղել Batman-ի համար, Batman-ի օպերատորն է ինքը բազմասը վերջին պատիցը ասում են Batman 2-ում էլի կարող է ինքը չլինի, որովհետև էլի այդ Beatles-ով բանով խառն է էլի։ Շատ ֆիլմեր է բանարել, նկարել ու աստղերի մասին մի երկու բառ էլ խոսենք, այստեղ երկու հոգու մասի է, եթե պետք խոսալ։ Ռայան Գոսլինգ Օսկարի երակի դափնեկիր էի ուզում ասեի, տեխնատու Դափնե հավակնորդ, Հալֆ Նելսոնի համար, որտեղ ինքը նույնպես ուսուցիչ է այդ ֆիլմում, La La Land ու Barbie, նու Golden Globe-ի նոմեր շատ ունի, այստեղ Blue Valentine-ը չեմ էլ հասկանում սրա համար ինքը ոնց Օսկարի նոմինանտ էլ չի եղել, Crazy Stupid Love, The Ides of March, ինչ դերեր կան, որ Օսկարից դուրս են մնացել, պատկերացնում ես։ Ռայան Գոսլինգի մասին մի հատ հետաքրքիր ֆակտ կա, որ ես ուսումնասիրում էի շատ տարօրինակ, ինքը ժամանակին նկարել է Lost River ֆիլմը, Dark Fantasy ֆիլմը, ու դրա համար ինքը կաննի հատուկ հայացքի նոմինանտ է եղել։ Հենց ժամանակին երբ 14 թվականին։ Լավ շուտ է եղել, հա։ Մեջը խաղում են Կրիստինա Հենդրիքսը, Մեթ Սմիթը, Սյուրշա Ռոնանը ու ներակին Էվա Մենդեսը։ Ես օրինակ չգիտեի, ինքը պատկերացնում եք Ռայան Գոսլինգի, ինչ որ ես իմում հետ հատուկ հայացքի նոմ է եղել։ Այնտեղ ու Սանդրա Հուլերը Էվա Ստրատ, չէ՞, պերսոնաժի Էվա Ստրատ, նու ինքը մեզ վերջերս հիմնականում շատ է հայտնի The Zone of Interest ու Anatomy of a Fall ֆիլմերի համար, որի համար նա Օսկարի նոմինանտ էր, նա ընդհանրապես շատ ֆեստիվալային դերասանուհի է, ամբողջ Եվրոպան երթվում է նրա անունով, հիմա կարելի ասել, ինքը սենց Իզաբել Յուպերն է նոր կարելի ասել, ու պրոստ ինքը գերմանացի է, շատ մրցանակներ ունի, Բերլինում Requiem ֆիլմի համար 2006 թվականի լավագույն դերասանուհի է ստացել, ու այս տարի հենց Բերլինալեում ինքը Best Leading Actress, Best Leading Performance-ը հաղթել Rose ֆիլմի համար, որի համար ասում են, որ ինքը հնարավոր է Օսկարի հավակնորդ լինի այս տարի, եթե չեմ սխալվում, ինքը մի 4 կինո մոտավոր ունենալու է, չգիտեմ, բոլորն էլ ինչ-որ sense, ոբշեմ ինքը արդեն այդ ձևի դերասանուհի է, էլի արդեն բոլոր տեղերում կա։ Հետաքրքիր է, որ Իզաբել Յուպեր ասեցի, որտեղ այն օրը մեր ընդհանուր ծանոթներից մեկի հետ էի խոսում, ու նրանց երկուսին խառնեցի իրար։ Չգիտեմ ոնց ստացվեց, փաստորեն ինչ-որ բան կա։ Ինքը եվրոպական ֆիլմ European Film Awards-ը հաղթել հենց Anatomy of a Fall-ի համար ու N ֆիլմի համար, որտեղ մենք առաջին անգամ նրան տեսանք Տոնի Էրդմանը, ես Տոնի Էրդմանում եմ առաջին անգամ, Էլիզաբեթ առաջին անգամ տեսել Սանդրա Ուլեր, մի խոսքով, այս տեսակի դերասանուհի է, բայց թվում է թե այս ֆիլմի համար ինքը դժվար Օսկար։ Չէ, այստեղ չեմ կարծում, ես չեմ կարծում, որ ահա, այսքան իմ անիմաստ ասել է, հիմա տեխնիկական դետալները։ Այո։ Նրանք հարց։ Այդ որ ասեցիր այդ կարմիր բաներ, որ այդ կարմիր բաները հասկացել էիր ինչն է։ Ինձ թվում է այդ կարմիր բաները ինքը ցույց է տալիս sense այդ Պետրովայի այդ գծի ոնց որ իսկ Պետրովայի ինքը չէր տեսնում դե աստրոֆագերը որ գնում գալիս են հասկացա որտեվ ինձ թվում է ֆիլմում հեչ պարզ չէ որ sense ռեսկի կարմիր բանա դառնում չէ ասում են այդ ամեն ինչը բայց ֆիլմի նկատմամբ օրինակ ես այդ բանը ունեմ Նիպրիազն ոնց է ատելություն չէ բայց որ առարկությունը ունի որ ինքը չնայած 2.5 ժամ էր ֆիլմը բայց ահագին բան ես թվում էր շատ արագ է արվում ու ես չէի հասկանում թե այսինքն հասկանում էի ոնց եղավ բայց ես կուզեի մի քիչ ավելի դետալներ լիներ թե այդ ամեն ինչը ոնց ստացվեց ու մտածում էի այդ ընթացքում էի ուզում որ քեզ հարցեր տա էլի ոնց որ նույն երևի եթե առանց սպոյլերների խոսանք վերջում ինչ-որ բաներ է տեղի ունենում երբ որ Ռայան Գոսլինգը ինչ-որ բաներ է կազմակերպում նավի վրա այդ շատ արագ արվեց ու ես չհասկացա ոտի վրա ասեց շատ ոտի վրա նու կարար ինչ-որ ավելի շատ ֆիզիկայի մասին բացատրություններ լինել ինչ-որ կադրերի հաշվին լավ sense արի այստեղ մեր նայողներին արդեն զգուշացնենք սպոյլերների համար որ վահեն հանգիստ կարանա սպոյլեր հանգիստ խոսանք
Այս պայից սկսած պահեր գնացեք նայեք սպոյլերներին, այո։ Գնացեք ֆիլմը նայեք եկեք, որ Վահեն հանգիստ չմտածի, որ սպոյլեր անում։ Այն իսկ մարդը 3 շաբաթ պրակատի մեջ է լինելու, հենց որ եթե դեռ չեք նայ, մեկը գնացեք նայեք։ Չէ, կինոթատրոնում կգնամ այն դեպքում։ Հիմա հանգիստ ասա, ինչ էիր ասում այդ պահը։ Չէ, ընդհանուր նախսկզում ասեմ, որ շատ հավանել եմ ֆիլմը։ Ես էլ շատ նոստալգիկ էր։ Կարոտել էի դա նույնիսկ կասմիչից տիեզերական ֆիլմերը, մենք ոնց որ 2010-ականների սկզբում մի քիչ մեծ շատ սպոյլ արեցին, այդ գրավիտացիա, ինտերստելար, մարսիանին, ամեն ինչը մի տարի հետո հետո Principi Arrival-ն էլ 2016-ին Դրանից հետո երևի մենակ First Man-ն էր էլի Ryan Gosling-ով։ Ես հավանել եմ։ Էդի չնայած ոչ այդ ոչ Adastra հավանում Adastra-ն։ Այ Adastra-ն այդքան էլ չի հավանել, բայց այդ արդեն 18-19 թիվ էր էլի Adastra-ն, այսինքն 7 տարի համարյա ես չեմ հիշում նորմալ տենց տիեզերական։ Ну Dune-ը օրինակ չեմ հաշվում, էլի։ Չէ, ինքն էլ всё-таки ֆանտաստիկա ֆանտաստ։ Okay, ես չեմ հիշում տենց ֆիլմ, որ ցած մեծ հաճույքով գնամ կինոթատրոնում նայեմ ու այդ 7 տարին իրան ասեցին, էլի, ես մեծ հաճույք ստացա։ Դե ինքը իր այդ էֆեկտը կստացի ունեցավ, ինձ թվում է տենց չլիներ, ինքը 350 միլիոն սենց արագ չէր հավաքել։ Ինքը դառավ ինչքան գիտեմ բան, չէ, Amazon-ի ամենաշատ փոխհավաքած ամենաշատ Amazon կհավաքի MGM Amazon MGM։ Դեռ ահագին էլ կհավաքի ինձ։ Դե հա, ինքը դեռ երկար պրակատում կլինի, ինքը նայվող ֆիլմ է, բայց օրինակ ինձ էլ գիտես, հենց ֆիլմի տեսանկյունից դուրս չեկա, ասես պերսոնաժները շպրտում են վրեդ մի տեսակ անընդհատ ու ոչ մի backstory, ոչ մի background կինոյի ընթացքում քեզ չի էլ գալիս նորմալ, էլի իմ համար դա շատ կարևոր է։ Դու արդեն պատմես գրքի տարբերություններից մի քիչ մեզ էլ, օրինակ գրքում այդ ամեն ինչը պատմվում է։ Դեսի գրքում գիրքը աշի ուրիշ ձև է սկսվում, դե մենք սկիզբը մի քիչ ուշացանք բաց թողեցինք, բայց գրքում օրինակ նայ, ասենց ասեմ Միջև ռոկին հասնելը, միջև ռոկին տեսնելը շատ երկար է գնում ու սկսում է նրանից, որ ինքը ամնեզիա ունի։ Որը որ դու հա, բայց ու ինքը sense երկար ժամանակ իր անունը նույնիսկ չի կարողանում հիշի։ Ու գիրքը կարդալուց թվում էր թե դա է տիեզերական ճանապարհորդության պատճառը։ Բայց ֆիլմը դա չի ասում։ Իրականում վերջում մի հատ բան է պարզվում, որ դա այդքան էլ տիեզերական ճանապարհորդության պատճառ չէր իր ամնեզիան, այլ մի հատ ուրիշ բանի, որը որ դեպի վերջ գնանք, կասեմ, որ վերջում տարբերությունները քննարկենք։ Ու այնտեղ շատ երկար գնում է այդ ինչ որ ընդ հարցում է, ինչի հավասար 2+2, կոմպյուտերը տիպը իրան հարցնում է, միջև այդ սենյակից անգամ դուրս։ Հետո միջև իր անունը չի կարողանում հիշի, դուրս չեն թողում, այդ էպիզոդները, ֆլեշբեքերը դեպի անցա շատ կայֆ էին գրքում։ Ու Ինչը ինձ սկզբից հիասթափացրեց, որ գիրքը կարդում է, միջև այդ Power Rocket ծանոթում է, ինքը իր Rocket շփում հաստատել է, շատ երկար է տևում։ Ու իմ մոտ sense գիրքը կարդաց լրիվ arrival-ի vibe-եր էին, ու ես sense предвкушение-ի մեջ էլի, որ հեսա կինոյում մնացել որ ինքը մի հատ եկավ չստացվավ ու երկրորդին արդեն օքեյ է։ Մի անգամից ցույց են տալի, որ ինքը հասկանում է, որ էսի աչք բան չունի, այլ էխոլոկացիա է խոսում, որտեղ որ բերում են ինչ-որ ժամի վրա բանը, ու պրոստը ինքը էդի հասկացել է, ինչը էլի օրինակ էր, հա, sense այսենց էլի, իսկ այնտեղ օրինակ իմ համար այն ամենակրուչոք պահերը, է դրանք էին, թե ոնց այնքը ինապլանետնի կյանքի հետ жизнь налаживается, հա, կոնտակտ налаживается։ Ու միշտ առհասարակ ոնց որ հիմա էլ, հա, գիտության մեջ կա այդ տիեզերքի հետ կոնտակտ հաստատելու հարցը, դու երբեք չգիտես, այդ տիեզերքից եկածը քեզ վրաժդեբնի էակա, թե վրաժդեբնի էակ չի։ Ու էդի էլի գրքում sense ինքը դժվարությամբ է փորձում կոնտակտի դու։ Իսկ ինչ որ մուլտիկ է, սա քեզ ասած էսկո մեկա, էսկո մեկա, էսկո մեկա, էսկո։ Ավելի շատ այդ խնդալու բանի տակ էր, էլի, տարած որ sense բան էլի, պրիկոլնի լինի։ Որ պրիկոլնի լինի, գալիս է, տենց էդի խնդալու։ Ու ինձ դուր չեկավ, որ ռոկին սարքել էին պրոստը խելացի շունիկ։ Կոնկրետ ինքը ֆիլմը ոնց որ sense խելացի շունիկ լինի, բայց ինքը գենի ինժեներ է, էլի։ Ցիվիլիզացիայի գլխավոր։ Ինքը մի ցիվիլիզացիայի, որը նույնիսկ տրանզիստոր հələ չի օրինի, դա էդի կարևոր չի որ կինոյում չասեմ, բայց ըստ գրքի այդ ցիվիլիզացիան հələ տրանզիստոր չի օրինի, բայց իրանք այնքան թույն ինժեներներն են այնքան ջոգում, որ արդեն տիեզերական բան կարացել, то есть կարող են տիեզերքում թռնեն, բայց հələ սկի տրանզիստոր ու չիպեր չեն օրինել։ Օրինակ իմ համար այդ հրաչը որ ասեց, որ իրանց շփումը մի քիչ ավելի ուրիշ ձև ա եղել, քան գրքում, իմ համար իրանց շփումը շատ նորմալ էր, այսինքն ահագին ժամանակ տրվեց, որ ցույց տա թե իրանց կապը ոնց է ստեղծվում եւ այլն եւ այլն։ Այն որ ասում էի, որ 2.5 ժամը քիչ էր, ինձ մոտ ավելի շատ դա հենց ֆիզիկայի եւ բաների հետ կապված, բարոքների հետ կապված էր։ Ոչ մի տենց կոնկրետ պրետենզիա չունեմ հենց կոնկրետ իրանց շփման, որպես գիրք չկարդացած մարդ։
Շատ ընդհանրապես է այս գիրքը։ Այս գիրքը չկարդացած իհարկե, հա։ Ես իրականում դու ասում ես նայ երկարության տեսանկյունից, որ ինքը այդքան երկար էր, օրինակ իմ կարծիքով հակառակը ֆիլմը բավականին երկար էր, սենց ասած, իսկ թվում է նախնական այդ իրան տանելու պահը շատ էր երկարացրած, սենց ոնց որ տունտունիկ է տխաղային, այսինքն այդ ամեն չէ ամբողջ այդ կազմակերպությունը եւ այլն նյուժելի չի կարա իրան վերցնի, ասի ոբշեմ գնում ես, որտեղ եզերք, հա, դե որտեղ օրհասական վիճակ է, չէ, այդ տեսանկյունից նկատի։ Սուիցիդալ կարելի ասել միսիա է, այդքան հեշտ չի էլի մարդը։ հա, բայց կինոյում չի ասում, չէ, որ տիպը կտրակցնեմ նա, չէ, այդպես բան ես ֆիլմում չեմ տեսել։ Ավոտ, ինքը բայց այդպես կոնֆլիկտի բունից մեկն է, այս ստրատը ասում է, որ ուրիշ մարդ չկա նստեցնենք։ Ասում եմ, ես չեմ ուզում սուիցիդ լինեմ, ու եթե նստեցիք, նավը տրակցնելու եմ։ Չէ, ֆիլմում տես բան չեմ հիշում։ Ու ինի ասում է դու տիպը տենց մարդ չես ով կտրակցնի։ Լավ, ոբշեմ այդ վերջի սփոյլ անեմ, ինքը հիշողություն չունի։ Իրականում իր մեջ մի հատ բան են ՑՌՈ-ի ռազրաբոտկան սրսկում, որ ինքը հիշողություն կորցնի, հատուկ։ Որ հանկարծ չտրակցի։ Որ հանկարծ չտրակցի, որ ինքը այդպես ուրիշներ է տանում։ հա, իր մեջ այդպես բան են սրսկում, էդի վերջում է էլի պարզվում։ Ու դրա համար ինքը հիշողություն չունի։ Ու հենց ստրատը ասում է, էսի սրսկում ենք մեջը, որ կամ դու այդ 2-3 շաբաթվա մեջ արդեն լուծումը տված կլինես, կամ արդեն դու այնքան դրա վրա աշխատած կլինես, որ 100% չես ուզենա ինչ որ վնաս տաս։ Իսկ ինքը վերջում հիշում է գրքի։ Հա, գրքի վերջում էդի հիշում է, շոկապրում դերի բանով, հա։ Բայց նայ, օրինակ տես ինչն է հետաքրքիր ինձ նա սրանց մասтерствոյի այդ պահը էլ ինձ հիացնում ու զարմացնում, տես այս ամեն ինչը չկա, չէ, ֆիլմում, բայց տենց դու որ երբ որ ֆիլմը նայում ես, դու չես զգում, որ այդ բաստողումները կա իրականում, որովհետև ես երբ որ ֆիլմը նայում էի, նա այդ աստրոֆագերի այդ պահը, որ ասում ես, կամ այդ Պետրովա, չէ, իր այդ լի այդ կարմիրը խիեր եւ այլ բան, ես չէի այդ պակասը չէի զգում նայելուց, ես չէի զգում, վայ, խի սենց կարմիր եղավ։ Այսինքն, դեսած ոնց որ դու ես տենց եմ ասում, այսինքն դու նայում ես ընդունում ես, որ կարմիր է, դե կարմիր է, օքեյ, անցանք առաջ։ Հա, բայց ինչն է էդի եւ նույնակ էլի ֆիլմում չեն ասում են, այդ էլ չեմ հիշում, որ այդ աստրոֆագեր լույսի արագությամբ են շարժվում։ Հա, ասում են, հա։ Okay, բայց չեն ասում, որ հաստատուն ջերմաստիճան ունի, ինչը ֆիզիկայի տեսանկյունից էլի լիքը հարցեր է լուծում։ Դրա համար սաղ ապշիվկեն իրանով են անում եւ այլն եւ այլն։ Դե եթե հաշվի առնենք օրինակ նույն Մարտինի ասածը, ես մտածում եի, որ հանդիսատեսի մեծ մասին այդ ամեն ինչը իրականում հետաքրքիր չի։ Դե մեծ մասի եւի չէ, բայց ես որ սայֆայն եմ, օրինակ իմ համար հա այդ խնդիրը մի քիչ կար, բայց երևի որ հանդիսատեսի ընդհանուր գնահատականներով էլ հիմա նայում ենք, շատ հավանական է, որ ցենց ավելի ճիշտ են արել էլի իրանք, որ կենտրոնացել են ավելի շատ այդ հումորային պահերի այդ իրանց շփման մոտիկանալու բոնդը շատացնելու վրա։ Ну, բայց օրինակ Ռոքին իմ կարծիքով ընդհանրապես խորություն չեն տվել որպես պերսոնաժ։ Իրան ուղղակի տվել էին, որ ինքը շատ հավատարիմ կերպար է, այդ հատկանիշներ իրան տված ու հումոր ուներ, լավ էր զարմա, երբ որ նայում ես ինչ հումորով ինապլանետյանին է։ Էդի գրքում էլ կար, բայց ինքը համ հումորով էր, համ էլ ծայրահեղ էր, էլի որ դեբիլություն էր անում, ասում էր դու դեբիլ ես, տիպ, բան չէ։ Մեկը շատ էր դուր գալիս իր խոսալու ձևը, որ amazing, այն որ բաներ հարցնում վերջում ասում էր հարցական հարց, էդի ինչ որ նախադասություն ասում էր։ Էդ էլ կակրաս այդ rival-ական մոմենտներն էր էլի գրքում, որ բան է անում, ասում է իրանց ցաղ նախադասությունների վերջում միշտ պունկտուացիան կա, ու եթե իրանք ինչ որ էմոցիա, որ ոնց ենք մենք ասում, ես քեզ շատ եմ սիրում, տիպը իրանք ասում են ես քեզ սիրում եմ։ Հա, շատ եմ, հասկացա, հա։ Այդ շատ հետաքրքիր է ու ընդհանրապես ես ոնց հետևել եմ, դե պարզ է, չէ, ֆիլմը նայել եմ, գիրքը չեմ կարդացել, բայց ուրիշ մատերիալներ եմ նայել, այնտեղ ասում են ինչ տարբերություններ կա գրքի ու սրա վերաբերյալ, ասում են, որ ընդհանրապես ֆիլմում պերսոնաժներին մի քիչ թուլացրած է, այսինքն ավելի ինքերական է դարձրած գրքում եւ աստրատը ինքը ասում են շատ ավելի խիստ պերսոնաժ է, իսկ այստեղ ինքը բավականին ինքերական է, ասես փորձում է իրան ինչ որ բան համոզել, հետո նույնիսկ այնտեղ երգում է ինքը։ Հա, այդ չեմ հիշում գրքում տենց դրվակ կար։ Չէ, ես ասեմ, նույնիսկ սցենարում չկա տենց դրվակ։ Ուրեմն նկարահանումների ժամանակ, տենց ընդմիջումների ժամանակ ոնց որ բանը Ռայան Գոսլինգը սենց պայտակ լսել է թե Սանդրա Ուլերը ոնց է երգում եւ այլն, ու տենց պայտակ գնաց է ասելա որ կարող է երգես ինչ որ մի բան, ու ինքը ընտրել է the sign of the time. Sign of the time. Ու ինչն է հետաքրքիր, ես չգիտեի որ այս երգը երգում է Հարի Սթայլզը, ես գիտեի ինքը շատ հին երգ է, գիտեի 80-ականներից եկած, որովհետեւ Հարի Սթայլզին չեմ սիրում։
Մի խոսքով, բայց չէ, մեկը հիմա ինչն է հետաքրքիր կլիպնել եմ դրեն այ բան։ Ես այդ երգը sense գիտեի որ լավ երգ կա, այնպես մի հատ բայց չէի ֆիքսում այդ երգը։ Ինչն եմ ուզում ասեմ։ Տես օրինակ պատահական ստեղծված տեսարան է, այս երգում այ բան, բայց երբ որ այդ տեսարանը ես նայեցի, իմ մոտ գիտես ինչի վայբ եղավ, ինձ մոտ Կասաբլանկայի Մարսելիեզի վայբը եղավ։ Այն որ Մարսելիեզ համեմատությունները ինչպես այն որ Մարսելիեզ սպասելի չէ, սպասում որ Մարտինը sense համեմատություն ես զգացի որ այդ նույն զգացողությունն է մոտ այնտեղ ոնց է չէ շատ ծայրահեղ վիճակ է ֆրանսիացիներ հավաքված ֆաշիստների հսկողության տակ երկում են Մարսելիեզը ու սենց իրանք ոգևորում են բան այդ երգը ու ստեղ էլ երբ որ էսի Signs of the Times-ն է երգում Sign of the Times-ն է երգում սենց ու բոլորը սենց հուզված գիտեն որ շատ վատ վիճակ է բան սենց նայում են իրար ու ինքը այնքան լավ էր երգում սենց իդեպ Սանդրա Ուլերի առաջին ամերիկական ֆիլմն է զարմանալիորեն Մտածքիր եմ հա այդ ստրատի վերաբերյալ գրքում էլի բան դե շատ իրան տալիս են ոնց որ Պալնամոչաներ ինչ ուզի անի, բացարձակապես ֆուլ։ Ու ինքը տենց էլ անում է, ոնց մի հատ հետաքրքիր դրվագ կա, ես հիմա դեպի կինոյի պլյուսը ասելու։ Հետաքրքիր դրվագ կա, որ ինքը ասում է, ես ոբշեմ գիտեմ, որ հենց այս պրոյեկտը եղավ ձեզ ուղարկեցին, ինձ դատելու են ու նստացնելու են։ Ու գրքում մենք չենք իմանում ստրատի հետ ինչա լինում։ Մենք ընդհանրապես երկիր մոլորակի մասին չենք իմանում, բացառությամբ նրան, որ Ռոկին գալիս ասում է, որ տիպը մեր աստրոնոմները նայել են, ձեր աստղը բուժվել է։ Բացառությամբ իսկ մեզ ցույց են տալի երկրագնդի վրա կադր ու ինչ պրիկոլնի պահ կա, դա կարդացել եմ, դա չեմ նկատել։ Ստրատը ստե ինչ-որ տատուիրովկա ունի, որը որ բանտարկյալներին են տատու անում, այսինքն ըստ ֆիլմի սարքերն են, որ իրեն իրոք նստացրել են իր գործերի համար, բայց քանի որ այդ բաները Ջոնը, Պոլը, Ջորջը ու Ռինգոն գալիս են երկիր, այսինքն իր պրոյեկտը աշխատել է, իրան ազատ են թողում, շարունակում է այդ պրոյեկտով զբաղվել ու փրկել մոլորակը։ Okay։ Ինչու շատ հետաքրքիր պահ էր, հա։ Ինքը շատ բան ֆիլմ է, էլի սենց իր շուրջ շատ բաներ կան, ինչ հետաքրքիր է, չէ՞, սենց բաները հիմնականում լինում են Նոլանի կամ ինչ-որ բանի Վիլնյովի կամ Սպիլբերգի ֆիլմի շուրջ։ Այս ֆիլմը առաջին ֆիլմն է, որից ինչ որ բաներ ցույց են տվել ստրատոսֆերայում ու դրել ուղարկել են այնտեղ որ նայեն կոսմոնավտները։ Հա, ճիշտ է, իրա ոնց որ պրեմիերնի պակասը հենց ստրատոսֆերայում է եղել, շատ հետաքրքիր է, հա։ Ու էլի կինոյում արդեն չեմ հիշում, բայց էլի շատ եմ տեսել, որ լիքը տենց մանրուքներ կար, որոնք իրանք մցրել են որպես, այսինքն գրքում այդ ինչ որ բացատրած հատվածներ էին, նույնն է ստրատի պահը, հա, որ ինքը նստել է։ Իսկ կինոյում իրանք որպես ինչ որ մանրուքներ են դրանք մցրել, ու ուղղակի, то есть եթե խորանաս այդ մանրուքի մեջ հենց կինոյի ասպարեզից կարաս գաս այն մտքին, թե ինչն էր պատճառը, որ այս ինչ բանը սենց եղավ։ Ամեն դեպքում լավ են տեղավորել էլի։ Չէ, հա, բայց ես վերջերս կարդացի, որ 3.5 ժամանոց, նո, սկզբնական քաթը 3 ժամ 50 րոպե եղե։ 3 ժամ 50։ Այո, ու ես հիմա ժամ 20 ժամ 20, ու ես հիմա անվեր սպասում եմ director cut-ին, որտեվ շատ մեծ success է։ Հույս ունենք այդ բոլոր բացատրությունները մեջը կլինեն, հանգիստ ասես ինչ լավ է, էս էլ կա։ Ես իրականում հրաչին ֆիլմից հետո ասեցի ինչ կլիներ, եթե 2 ֆիլմով թողարկեին այս ֆիլմը, ոնց որ Dune-ը օրինակ, առաջին գիրքը 2 ֆիլմով Ոնց որ ինքը ասաց, որ այդքան հայտնի սպասված չէր, էլի, որ մարդիկ մի հատ նային, հետո մի տարի հետո գա։ Դե Dune-ը 60 տարվա ֆան բազա ունի։ Նու կամ էլ եթե Վիլնյովը նկարեր, կամ էլ հա ինչ-որ սուպեր այդպես բան նկարի։ Բայց ես համաձայն, որ ես էլ եմ եկել այդ մտքին, որ այս ֆիլմը պետք էր 2 մասով նկարահանել։ Բայց օրինակ ես հիշեցի նաև, որ նայել էի ես մի քանի օր առաջ Andy Weir-ի այդ ինտերվյուներից մեկը, որտեղ իրան հարցնում են, ասում են այդ 2 պիլոտները սկզբում որ մահանում են, չէ՞, հենց ամենասկզբում ֆիլմի, օրինակ գրքում չի գրած, չէ՞։ Չէ, գրած։ Իրան հարցում են ինչից են մահացել, ինքը ասում է ես մտքեր ունեմ ինչից են մահացել, բայց հիմա չեմ ասի, կպահեմ maybe հետագայում ինչ-որ սիքվելի համար։ Դե вообще մաս լուխեր են ֆռում, որ երկրորդ մասը եթե շատ փող հավաքի։ Դե հա, բայց դե բանը բրծավ, գրքի սյուժեն բրծավ, այսինքն այս սիքվելը լինելու է չի նկատի ունեմ, բայց ոնց որ տեղ կա էլի սիքվելի, չգիտեմ ինչքանով կուզեի որ լիներ սիքվել, ամեն դեպքում եթե նույնքան հաջողակ է լինելու, ինչու ոչ։ Հա, ինձ նաև ինչու զարմացրեց ու նաև տխրեցրեց, լավ
Չեմ տխրես ես թե չէ, Սենձի վիրը սաղ ինտերվյունային գնում է, սաղ ինտերվյունային ֆիլմը գովում է։ Ես ենթադրում եմ նրա պատճառով փող է ուզում աշխատի պրոստի։ Այդպես աշխատել է 3 միլիոնով ծախել է ֆիլմը 20 թվականին 3 միլիոնով։ Չեմ հասկանում ինչի իմաստ կա։ Չէ, բայց ինքը հիմա սցենարիստների մեջ էր։ Ինքը ադապտացիա ադապտացիաների մեջ էր, հա։ Կարող է ինչ-որ Հետագայում Օսկարի նոմինացիա է ուզում կա։ Չգիտեմ ինչ է ուզում, բայց շատ sense ոգևորված գովում է բան, ես sense ասում եմ լուրջ, լավ, օքեյ։ Ֆիլմի վերաբերյալ մի հատ իր ընդունելության վերաբերյալ մի հատ հետաքրքիր փաստել կա, ինքը ամենաարագ ֆիլմն է, որ 1 միլիոն view է հավաքել Letterboxd-ում, 1 միլիոն, պատկերացնում, դու հասկանում ես IMDb-ից ինչքան շատ են ընդդեմ։ Ոդ ես էլ Letterboxd-ում չեմ գնում, իսկ IMDb-ում ինչքան։ IMDb-ում 110 քանի հազար է ինչքան։ Այսինքն Letterboxd-ը հիմա ավելի ակտիվ է։ Կոնկրետ այս ֆիլմի շրջանը։ Չէ, ամեն ինչի շուրջ Letterboxd-ը շատ ավելի բան է։ Ինքը պատի հեսա այստեղ գտնեմ, ինքը 1 միլիոն view հավաքել է 11 օրում։ Հա Գերազանցել է բաներին, Բարբին ու Սուպերմենին, որոնք 12 օրում էին 1 միլիոն հավաքել։ Իսկ ընդհանրապես իր sense acclaim-ության մասին մի երկու բան ասեմ, Letterboxd-ում ինքը այս պահին 4.4-ը 1.23 միլիոն քվեարկողով, այդ 5-ից 4-ը։ հա 5-ից շատ բարձր։ IMDb-ին 8.4-ը 112,000-ով Ստից 110 Metascore-ը 77, դե Metascore-ը գիտենք, ինքը շատ դաժան է ֆիլմերի նկատմամբ, մենակ պետք է one battle after another 77-ը շատ լավ ցուցանիշ է, օրինակ նույն F1-ը 68։ Հա, չէ, 77 ինքը բարձր է ուղղակի, դե պատկերացեք, հենց ասենք one battle-ին էր 90 քանիս, sentimental value-ներ 95 կողմերը։ Ուրիշ ոչի կինոներ են, էլի ուղղակի։ Եվ Rotten-ը 95%, դե Rotten-ը այս Metascore-ի հետ համեմատած շատ բարի է, այսպես ասած։ Նո, Rotten-ը դի որտեվ հիմնական ֆանատների գնահատականն են արժում։ Կինոպոիսկն էլ 88.4։ Քո չսիրած կինոպոիսկը, հա։ Չգիտեմ, ինձ ֆիլմը որպես ուղակի որ դու ֆիլմ չես գնում, չէ, միլիոն անգամ արդեն բազմիցս նշել ենք, որ երբ որ դու գնում ես կինոթատրոն ֆիլմ նայելու, ես շատ հաճախ եղել է որ գիրքը կարդացած եմ գնացել նայել, անցած տարի կարդաց ֆիլմ մի հատ, դու պետքա տարանջատես ֆիլմը գրքից, չէ՞, մեր ընկերներին փորձում ենք, մեր որոշ ընկերների փորձում ենք այս ամեն ինչը համոզել, դու պետքա մոռանաս, որ դա այս գրքի ադապտացիա, դու գնացել ես ֆիլմ նայելու, օրինակ ինձ ինչ որ հրաչն ասում է, հնարավոր է եւ նույնիսկ եթե գիրքը կարդացած լինեի, այդ բացթողումները կամ այդ չբացատրելները ինչ որ բաներ եւ այլն չխանգարեին, որովհետեւ ինքը կար են ամեն ինչ, ինչը քեզ համոզում է, որ դու նայում ես լավ ֆիլմ, այսպես ասած, որովհետեւ պերսոնաժը դու հասկանում ես ինչա ոնց է ինչա ուզում արած լինի, այն երկրորդ պերսոնաժը ու կողքից էլ այդ Սանդրա Ուլերի պերսոնաժն է այդ ամեն ինչը փորձում միավորել եւ այլն, ինձ ֆիլմը ընդհանուր դուր է եկել, բայց այն masterpiece-ության բանին մի տեսակ չգնաց էլի իրականում ամբողջությամբ չկարողացա ասենց բան ունել ֆիլմը չեմ ասում եմ որ ոնց ասեմ միաձուլվես ֆիլմի հետ սկսես տարապել այդ ամեն ինչով եւ այլն ֆիլմը իրականում շատ լավն էր ես չեմ կարող ասել թե գիտեք այս այն չէր բայց միգուցե այն ֆիլմը չէր որը ինձ ուղակի կտաներ իր այդ ամբողջությամբ բայց Ռոկիի պերսոնաժը ուղակի աննկարագրելի էր, այսպես ասած, ու ես շատ հաճախ քանի օր արդեն նայել եմ, հիշում եմ այն պահը, երբ որ Ռոկի ձայնն էին ընտրում, ու երկուսով sense լսում էին, ասում էր, չէ, այնտեղ բան Մերիլ Ստրիպի ձայնն էլ եղավ, չէ, եւ շատ ծիծաղալու պահեր էին, ինձ դուր եկավ, այտենց։ Հա, օրինակ հետաքրքիր բան ասացի, որտեղ ինձ թվում է, եթե ես գիրքը կարդացած չլինեի, ինչ շատ ալի քիչ ֆիլմը դուր կգար, որովհետև ես տենց բաների վրա հենց իմ մոտ ինչ-որ մանավանդ եթե նաուչնի ինչ-որ բան է, հենց իմ մոտ հարց է առաջանում, ես սկսում եմ ներվայնանալ։ Տենց ֆիլմեր նայելուց, եթե իմ համար ինչ-որ բան բացատրած չի, ես սկսում եմ, իսկ հիմա քանի որ արդեն ես ենթատեքստը գիտեի, ինչա իմ համար շատ հեշտ էր մափինգը ստեղծելը ուղակի, բայց հետաքրքիր չէ՞ պահը, երբ որ դու ինչ-որ բան գիտես գրքից, որ այսպես է ու պատահական դրա մասին չեն խոսում։ Էդ էլ ուրիշ բան է, չէ՞, ուրիշ բան է առաջացնում, բայց ես վստահ եմ, որ ես շատ հարցեր կունենայի ֆիլմին, եթե գիրքը այդքան կարդացած չլինեի։ Իսկ օրինակ էմոցիոնալ բանով գիրքը նույնքան այդ ամեն ինչ տալիս էր, քան շատ ավելի շատ։ Շատ ավելի շատ։ Ես օրինակ գիրքը եթե որպես իմ տեսած կինո
գնահատեի 10-ից 10 կդնեի Իսկ հումորային տեսանկյունից ամեն ինչը կար գրքում հələ գրքում այնքան Beatles-ի ու Star Trek-ի ացիլկեք կան դե տենց չեն ֆիքսել առանձնապես դե կլինեն հաստատ բայց գրքում անverջ Beatles-ի ու Star Trek-ի ացիլկեք են ինչը вообще sense ինձ ընդհանուր բավական էր երևի ու շատ դուր եկավ որ այդ pop culture-ի ռեֆերենսները շատ ծիծաղալու էր էլի ինչքան շատ է լինում այնքան լավ շատ ծիծաղալու էր որ բաներ ինքը շատ լավ լսողություն ուներ որ ինքը sense փսփսալով խոսում էր ինձ լսում ես մոմենտ ես խոսում մի բան մի քիչ sense պերսոնաժի տեսանկյունից ինձ անհանգստացրեց ֆիլմի ավարտին Ryan Gosling-ի այսինքն դու պասուծի հասկանում ես որ այս ռոկին ինքը ռոկին չի իրականում մենք ինքն է ռոկի անում իրը օ Էդրիանից է մի հատ կխոսենք հա հեսա չմոռանաս ռոկի կասենք ինչպես այսինքն ինքը արդեն գիտե չէ ում հետ գործ ունի այսինքն պետք է հասկանա որ այս մարդիկ եթե իրան գտնվեն իրանց մոլորակի վրա իրանք ամենակարող են հայ-հայա կարելի ասել այն որ ինքս էս ուղղակի ասում է ես հասկանում եմ որ ես հիմա ընդամենը մեկ բան կարամ անեմ կամ հետ եմ գնում կամ գնում եմ իրան փրկելու չէ որտեվ այդ աստրոֆագերի ինչ որ պատճառով չէ նավը պետք է այսինքն ինքը նյուրալի չէր հասկանում որ եթե ինքը գնա նրան փրկի այնի հաստատ ինչ որ ձև կգտնի իրան հետ ուղարկելու ոնց կարա այդ ինքը չկարանալուցի ու տենց ինքը դե կարողա չգտնես օրինակ դե ես մի տեսակ էլ չկարանա իրանց նավին նայելուց իրանց կոսմический կառաբլին նայելուց մի տեսակ չէի հավատում որ ինչ բան կարան չկարանան անեն ու պետք է առանձնացնեմ Ryan Gosling-ի խաղը հա ինձ առաջի անգամ ինձ դուր եկավ ընդհանրապես հարց չունեի ինչպես միշտ շատ լավ էր խաղում իմ կարծիքով հատկապես դրամատիկ պահերը մի քիչ ինձ ավելի շատ համոզեց քան Matt Damon-ը Martian-ինում որտեվ այնտեղ մի քիչ ավելի երգիծական էր sense ասած այդտեղ ավելի sense դրամատիզմը այդ հատվածում շատ գնաց մի հատ բան ասեմ ես ուրեմն գիրքը միջև այդ որպես վառ օրինակներա որ չեմ խափում ես գիրքը միջև վերջ դե չէի կարդացել կանցով կեն չգիտեի կինոն նայելու պահին ու այն պահին որ ինքը հայտնվում է Ռոկիի մոլորակի վրա մոտ առաջի հարցը ինչ հայտնվեց բա ինչա ինքը ուտում ահա ու այդ հարցի պատասխան կինոն բնականաբար չի տալիս թե ինչ բաներ չէր ուտում ինչ բան չէին պետք է լինի որ ուտես вообще այդ մոլորակ то есть մենք գիտենք որ այդ մոլորակի ատմոսֆերան է մեր համար վատ մենք գիտենք որ այդ մոլորակի գրավիտացիան է բարձր համար ստեղծել էին պայմանները ամեն դեպքում բայց եթե ատմոսֆերան ու գրավիտացիան չի բռնում ակնհայտ մեր սնունդը ընդ չի աճում ու իրանց կերած սնունդը մեր համար թույն է դե սպասում ենք պատասխանին դե պատասխանը շատ զզվելի է ասեմ իհարկե в общем ինչ են անում այդ էրիզիանիցները իր համար իր ինչ որ մկանային հյուսվածքներն են ուսումնասիրում ու սինթեզում են իր մկանային հյուսվածքները ու ինքանը դնում է մի բուրգերներ ասարկում աննա դնում է մի բուրգեր կամ յա բուրգեր այսինքն իր բանից իր մկաններից սկսում են սինթեզել միս ու ինքը ոնց որ իր սինթեզած միսն է ուտում արհեստական միս է արհեստական հիմա ու ընդ է բնականաբար օրինակ այդ գրավիտացիայի հարցն էլ ինձ բանում էլի գրքում իր մկանները ատրոֆիրված են լինում ինքը շատ արագ ծերանում է այդ մոլորակի վրա բան բայց միևնույնն է գրքում էլ է մնում այդ մոլորակի վրա բայց արդյունքում ինքը ինչ դուրս եկավ որ մնում է ու չի գնում հետ դե չգիտենք դրա պատասխանը չունենք չէ վերջում ռոկին ասում է որ մենք ձևը գտել ենք բայց դեռ որոշումը կարծես չէ դա հետաքրքիր բայց մարդու միայնակության բանն էլ կար չէ օրինակ Իրանը բանարեցին հենց Էվաստրատը որ ասում է դե ինչ չես գնում երկրի վրա ոչ մի ոչ ընտանիք ունես ոչ երեխեք ունես ոչ սպասող ունես ինչ ես ու հետաքրքիրն էր որ այնտեղ էլ ինքը գնաց դարավ ուսուցիչ փոքր էրիդիանների համար չէ այդպես շատ հետաքրքիր էր նո չգիտեմ շատերն ասում են որ Ryan Gosling-ը այս ֆիլմի համար գնալու է դեպի Oscar contender ու ինչն է հետաքրքիր ինքը կյանքում իր առաջին անգամ Օսկարի նոմինանտ եղել է հենց ուսուցչի կերպարի համար Half Nelson ֆիլմում ինքը էլի ուսուցիչ է խաղում տեսնենք ես մի բան էլ ասեմ մի քիչ sense հետաքրքիր բան խոսացիք Ռոկիի մասին Գոսլինգի մասին բայց իմ համար օրինակ շատ հետաքրքիր sense կերպար է մի քիչ ակերտավոր կերպար հենց աստրոֆագը օրինակ ինքը իրանով okay ոնց որ աստրոֆագը կինոյում հենց վիլենն էր, չէ՞, հենց ոնց որ զլադեյներ այդ կինոյի, որ ոնց որ արևը ինքը վերցել է բան անում եւ սնվում է, չեն կարող ոչ մի բան անեն դրա հաշվին, բայց ինքը հենց հետաքրքիր վիլեն էր, որ ինքը նաեւ օգնում էր լուծումը գտնել, չէ՞, որտեղ հենց աստրոֆագի միջոցով են այդ կարողանում տեղափոխվել այդ լուսային արագությամբ ու գնալ հասնել այդ ինքնաէներգիան տալիս, որ այսինքն ինքը համ
ոնց որ բացասական կերպ արա էլի ճակերտավոր ասած, համ նաև օգնում է որ դու գնաս ու լուծումը գտնես այդ խնդրի։ Դե ինքը չի Բայց օգնում, ինքը conscious չի։ ինքը չի բարձա, բայց ինքը այդ պրոստը գտնում են իրան օգտագործելու ձևը։ Բան է, էլի, Իր օգտագործելու ձևն են գտնում։ Զոտ ուղղակի ասում եմ որ ինքը sense շատ հետաքրքիր հետաքրքիր բան ասի որ ֆիլմում տեսանելի վիլեյն չկար, որ ասես Դրանց աստրոֆագներ էլի։ հենց այդ էր, երևույթ էր ինչ որ Դե բանը միկրոօրգանիզմ է, էլի, ուղղակի հենց հավորը հենց տիեզերքն տենց է, ասում։ տիեզերքի մի մասն է, շատ չգիտեմ։ Ով նենց հետաքրքիր է իրականում ինձ ու ասում են որ ինչ որ մի հատվածում ինքը հենց են շորն է հակել, որը որ բանը Մեթ Դեյմոնը հակել է Մարսիանինում նկարվելու ժամանակ, ինչ որ Մարկ 2-ը ինչա, չգիտեմ, ինչ որ Մարկ Ուոտնի։ Մի խոսքով, այդ տեսակի բան, չգիտեմ, դու վերջնական ինչ Վերջնական մի բան էլ ասեմ, որը էլի խիստ տարբերվում է, որը ես նկատեցի, փրկելու իրար փրկելու պահ է, որ Ռոկին փրկում է Ռայան Գոսլինգի պերսոնաժին, գրքում էլի ուրիշ էր, ու դա իմ համար շատ ալի էմոցիոնալ էր, որովհետև ոնց է տեղի ունենում։ Էսի փորձում է այդ զոնդը քաշի, ինչ որ գալի խփում է իրան ընկնում է նավ, Ռոկին էլի նույն ձև դուրս է թռնում իր այդ միջավայրից գալի սրան փրկում է, հետո էսի ուշքի է գալի, տենում է որ Ռոկին ընդ ինչ որ վատանում է, բռնում փորձում է տանի իր միջավայր, ձեռները վառում է որտեղ այդ Ռոկին ահա որ տակա, ձեռները այդ ընթացքում վառում է, հետո ինչ որ տենում է սև բաներ են այդ Ռոկի վրա փորձում է հանի, հետո ուշքը գնում է, այսինքն իրար փորձում են փրկեն, հետո Ռոկին մի կերպ կենթանում է, ասում է այդ սև բաների հակամարմիններն են ու դու հայ-հայ ինձ սպանելու ես, էլի։ Այսինքն շատ ավելի էմոցիոնալ ինչ որ կապ ու սցենա կար։ Իսկ վերադառնալով քո հարցին, չէ, ֆիլմը ինձ շատ դուր եկավ, իրոք, այդ Էդրիանի պահն էլ չէի հասկացել, որ Էդրիանը որ ասում ես Ռոկի, Էդրիան պահն է, ինչի, որտեվ ես հիմնականում աուդիոբուքով եմ գիրքը բանանում, ունդեղ Էդրիանը հոլովում էին մուրսկո ռոդի հոլովում Էդրիանու Ջոգում ես, տիպը, այսինքն թվում էր թե Ռոկի ընկերուհին տղա է, որտեղ մուրսկո ռոդո են հոլովում, միջա որ ֆիլմից հետո այն չասած, որ այդ մոլորակյանն Էդրիանն էր, որտեղ սա Ռոկին էր, Էդրիանն է Ռոկի կինն է ու այդ մոլորակը անվանում են Ռոկի ֆիլմում, հա, Ռոկի ֆիլմում, ու Էդրիանն էլ ինչի է մոլորակյանն դնում Էդրիան, որտեղ Ռոկից հարցում է, Ռոկին ասում եմ կնոջ իմ սիրածն է, հա, այդ շատ պրիկոլ է, չէ ֆիքսը։ Հիմա հենց Վահեին մեր սիրելի հարցով դիմենք։ Հիմա օրինակ դու մյուս տարվա գալիք Օսկարին, ինչ ես զգում, քանի նոմինացիա լինելու այս հրաշալի ֆիլմի համար։ Քանակը չեմ հաշվել, բայց թվում է թե տեխնիկական կատեգորիաներում բոլորում պետք է լինի։ Բայց ես այսինքն եթե բոլորում նկատի չունեմ բնականաբար մեյքափ կամ կոստյումներ, օրինակ, բայց սպասում ենք բնականաբար լավագույն soundtrack, visual effect-ներ, production design, մոնտաժներ հնարավոր է լինի։ Մոնտաժը կախված է իրավաբանից։ Սինեմատոգրաֆի էլ կա։ Ու բնականաբար best picture-ում Best Picture-ում հավատում եմ։ Եթե մեկը եղավ, տեղը իր ունենալու է ու Սենց որ հաշվում եմ ու նայում եմ գալիք այս տարվա գալիքին, որ մենք արդեն այս տարվա ֆիլմերն էլ գիտենք, դուք հնարավոր է զարմանաք, բայց մենք գիտենք ինչեր են լինելու։ Նու հնարավոր է մի 2-3 թաքնված ֆիլմ դուրս գա։ Հավանականություն կա որ Best Picture մտնի այս ֆիլմը մյուս տարի։ Ես համոզված եմ որ Best Picture մտնելու է։ Հրաշալի, արդեն պատկերացրեք։ Իմ մոտ հավանականություն կա որ ինքը ադապտացված սցենար կմտնի, որ Ռայան Գոսլինգը լավագույն դերասան։ Այսինքն ես մոտ մի 7-8 նոմինացիա Արդեն ունենք Օսկարի հավակնորդ ֆիլմ տարվա սկզբին։ Էլ ինչ կարող են ցանկանալ ֆիլմ նայող մարդիկ, որը խորտ ենք տալիս անպայման գնացեք։ Ուղղակի տեխնիկական կատեգորիաներում այս տարի շատ բարդ է լինելու, ասենք։ Դյուն կա, որը երկու անգամ visual effects արդեն հաղթել է, ինձ թվում է այս անգամ կարող է չհաղթի։ Այնտեղ կա Օդիսեյա, այնտեղ կա Սպիլբերգի ֆիլմ, այնտեղ կա Նարնիա, Այո, սպասենք տարվա վերջին, տեսնենք այս հրաշալի ֆիլմը, երբ որ գա մյուս տարվա Օսկարը, տեսնենք մեր կանխատեսումները իրականանան թե չէ։ Այս խոսակցությունը վայ մենք մի տարի առաջ ասում էինք 7 նոմինացիա, 7 նոմինացիա, կարանք հաշվենք, հետո կստուգենք։ Այո։ Դե ինչ, Վահե ջան, շնորհակալություն հետաքրքիր քննարկման համար։ Շնորհակալություն ձեզ, մասնավորապես Հրաչին մեզ գիրքը պատմելու ինֆորմացիա ունեցա, ավելի հետաքրքիր դարձավ ամեն ինչ։ Դե հուսանք դու եւս կվերադառնաս մեզ մոտ։ Հուսանք։ Ես էլ եմ հուսում։ Իսկ երկանկյունին այսօր այսքանն էր։